Ես այսօր մի ուրիշ զարմանալի պատմություն էլ իմացա։ Մարտունու թիվ 2 դպրոցում պարզում է մի այսպիսի բան է տեղի ունեցել։ Դպրոցի նորոգման համար մարզադահլիճի հատակը քանդել են եւ հատակի տակ հայտնաբերել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Ես չգիտեմ ձեզնից ով գիտի այս պատմությունը, ես առաջին անգամ եմ լսում։ Ես չգիտեմ արդյոք իրավապահները զբաղվում են կամ զբաղվել են այս հարցով, բայց սա իսկապես շատ կարևոր պատմություն է։ Բայց եկեք վերադառնանք ժողովուրդ ջան եւ տեսնենք ովքեր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են։ Այդ նույն մարդիկ են, ովքեր այսօր հանդես են գալիս պատերազմի եռակլուղ կուսակցության ներքո։ Այդ նույն մարդիկ են ուժեղ Հայաստանը, որտեղ հավաքված են Սերժ Սարգսյանի երբեմնի մանկլավիկները եւ նրա քաղաքական հոգեզավակները, որ ձեր քվեաթերթիկները լցնում էին Սևանա լիճը եւ պահում էին դպրոցի հատակների տակ։ Այդ նույն մարդիկ են Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որ ձեր ձայները կեղծում էին, լցնում էին Սևանա լիճը եւ թաքցնում էին, թաղում էին հողի մեջ։ Այդ նույն մարդիկ էին Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը իր ցուցակը լցրել էր գործակալներով, այդ նույն մարդիկ էին, որ կեղծում էին ձեր ձայնը, գողանում էին ձեր ձայնը, գողանում ձեր իշխանությունը ձեզ թալանելու համար։ Եվ ահա, կարծում եմ, եկել է ժամը նրանց հատուցման, որովհետև մի հետաքրքիր ձևակերպում եմ ուզում ձեզ բերել 67-րդ Սաղմոսից։ Հետաքրքիր է ընդհանրապես Սաղմոսում այս ձևակերպումը ինչպես պետք է հայտնվեր։ 67-րդ Սաղմոսում այսպիսի տող կա. թող արհամարվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով։ Թող արհամարվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով, եւ ահա եկել է ժամանակը, որպեսզի արծաթով ընտրվածները եւ ընտրության համար արծաթ առաջարկողները արհամարվեն վերջնականապես եւ անշրջենիորեն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը չի կարող այլևս գնվել։ Նրանք ձեր ձայնը չեն ուզում, նրանք ուզում են արծաթով խլել ձեր իշխանությունը, ձեր թալանը, որը մենք ընդհատեցինք եւ մենք նրանց թալանչի ձեռքերը ջարդեցինք 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ։ Ահա նրանք ուզում են խլել ձեր իշխանությունը, նրանք ուզում են խլել մեր երկիրը, նրանք ուզում են Հայաստանը, որ ծայրագավառից վերեացվել խաղաղության խաչմերուկի, որ ծայրագավառից վերեացվում աշխարհի կենտրոնի, նրանք ուզում են կրկին Հայաստանը վերածել ծայրագավառի, նրանք ուզում են կրկին Հայաստանը վերածել ֆորպոստի, նրանք ուզում են կրկին քաղաքացուն դարձնել հպատակ եւ իրենց դարձնել տեր ժողովրդի վրա։ 2018 թվականից եւ այլևս ընդմիշտ այլևս իշխանությունը տեր չէ, ժողովուրդը ծառա։